Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք մի քանի վայրկյանից կսկսենք մեր այսօրվա թեմատիկ զրույցը, որը պլանավորված էր նախապես, մի քանի վայրկյան մեզ պարզապես անհրաժեշտ է վերահեռարձակողների միացման համար։ Բացի Facebook-յան այս ուղիղ եթերից, այս պահին ուղիղ եթերով հեռարձակում է իրականացնում 168 AM լրատվական կայքի YouTube-յան ալիքը և հետագայում այս տեսանյութերը տարածվում են մի շարք այլ լրատվական կայքերի միջոցով, ինչի համար ես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում տարբեր լրատվամիջոցների մեր գործընկերներին։ Մինչև թեմատիկ զրույցին անցնելը ուզում եմ շնորհավորել մեր քաղաքացիներին, քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումը, որտեղ մեր հավաքականը վերջին րոպեներին խփած գնդակի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց, անչափ կարևոր հաղթանակ տոնեց, ինչի համար ես շնորհավորում եմ մեզ բոլորից, բայց որևէ հաղթանակ իմաստ ունի, եթե նախ պետություն գոյություն ունի։ Ինչի համար է այսօրվա ուղիղ եթերը։ Ուրեմն վաղը հունիսի 20-ին ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, որը ստեղծված է ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, որոշել է, որ պիտի ելույթով հանդես գա Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես որոշեցի այդ շոու ներկայացումից առաջ, բեմադրությունից առաջ, խոսել առհասարակ, ինչպես այդ, այնպես էլ նախկինում ստեղծված հանձնաժողովների, նրանց գործունեության և արդյունավետության մասին, որովհետև այն, ինչ որ վաղը պատրաստվում է բեմադրվել ազգային ժողովում, դա ոչ մի կապ չի կարող ունենալ այս խայտառակ պատերազմի և պարտության իրական հանգամանքների հետ։ Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի այդ պատերազմը հրահրելու, դրա պատճառների, պարտության տանելու մասին, բայց նա պետք է խոսի ոչ թե այդ պատերազմական հանցագործների, այդ թվում Անդրանիկ Քոչարյանի և մյուս ՔՊ-ական պատգամավորների հետ, պատասխանի նրանց հարցերին, այլ այդ թեմայով նա պետք է պատասխանի միայն ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ստեղծվելիք հատուկ քննչական խմբի ղեկավարի և քննիչների հարցերին։ Իսկ այդ քննչական խումբը կարող է ստեղծվել միայն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո իշխանության եկած բանդային արժանապատվության հեղափոխությամբ տապալելուց հետո։ Հակառակ պարագայում մենք չենք կարող խոսել այս պատերազմի դրա հանգամանքների մասին։ Այնպես որ վաղը տեղի է ունենալու բեմադրություն։ Իսկ հիմա մի քանի խոսք մինչև մեր հիմնական թեմային անդրադառնալը, առհասարակ ինչ բան է քննիչ հանձնաժողովները։ Ազգային ժողովը իր գործունեությունը որպես կանոն կազմակերպում է մշտական հանձնաժողովների միջոցով, որտեղ քննության առարկա են դառնում ազգային ժողովում քննարկվող օրինագծերը, դրանց նախագծերը։ Բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը իրավունք տալիս է ազգային ժողովին ստեղծելու նաև ժամանակավոր հանձնաժողովներ, քննիչ հանձնաժողովներ, այս կամ այն հատուկ օրինագիծեր քննության առարկա դարձնելու կամ հանրությանը հուզող տարբեր հարցեր քննարկելու նպատակով։ Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ազգային ժողովի պատգամավորները։ Հատկանշական է, որ ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը։ Այսինքն այս պատերազմի հանգամանքները ըստ էության ազգային ժողովում քննարկման առարկա չեն կարող դառնալ, որովհետև զոհված զինծառայողների, ծնողների դիմումի հիման վրա վաղուց հարուցվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական ստորաբաժանումում հարուցվել է քրեական գործ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ և զոհված զինծառայողների ծնողները այդ գործով հանդիսանում են տուժողներ, սակայն մինչ օրս մեղադրանքներ հավուր պատշաճի չեն ներկայացվել, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դեմ։
Իդեպ ասեմ, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ այդ գործով քննվել է նաև, քննություն է իրականացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զարմանալիորեն իր աշխատասենյակում, այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է գնացել զինվորական քննչական վարչություն, այլ քննիչն է ներկայացել վարչապետին եւ ֆորմալ քննություն իրականացրել։ Եվ եթե հիմա իրականացվում է նախաքննություն, ուրեմն քաղաքական մարմինը դա քննության առարկա չի կարող դարձնել։ Ազգային ժողովը ինքը իր բնույթով քաղաքական մարմին է, ինքը պրոֆեսիոնալ մարմին չի։ Ազգային ժողովի падգամավորները նրանք պրոֆեսիոնալներ չեն, դրանք քաղաքական գործիչներ են։ Հետևաբար նրանց ուսումնասիրությունները, նրանց կողմից տրվող գնահատականները կրում են բացառապես քաղաքական բնույթ, դրանք չեն կարող ունենալ ֆունկցիոնալ նշանակություն։ Եւ օրենքը արգելում է, որ քրեական վարույթի շրջանակներում նույն հարցերը քննության առարկա դարձնեն ազգային ժողովում, ինչը հիմա տեղի է ունեցել։ Եվ այդ հանձնաժողովները, քննիչ հանձնաժողովները պարտավոր են գործել իրենց տրված ժամկետում, ինչ ժամկետում որ դրանք ստեղծում են, որպես կանոն դրանք ստեղծում են 6 ամսվա ժամկետով, եւ պարտավոր են ներկայացնել զեկույց իրենց գործունեության վերաբերյալ։ Այդ զեկույցը հրապարակային զեկույց է, այսինքն դա պետք է հասանելի լինի ողջ հանրությանը, տեղադրվի ազգային ժողովի կայքում եւ ազգային ժողովի նիստում պետք է տեղի ունենա այդ զեկույցի քննարկում, այսինքն падգամավորները պետք է հնարավորություն ունենան հարցեր տալ այդ զեկույցը ներկայացնողներին, մտքերի փոխանակություն տեղ ունենա, ելույթներ ունենան եւ այլն։ Հիմա ինչա տեղի ունեցել առհասարակ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Ըստ էության քննիչ հանձնաժողովների ինստիտուտը, որպես ինստիտուցիոնալ համակարգ, որպես կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողության հնարավորության մի գործիք, դա ձախողել է իր ֆունկցիոնալ նշանակությունը հիմնականում падգամավորների ոչ պատշաճ գործունեության, այդ հանձնաժողովների հանդեպ ոչ լուրջ վերաբերմունքի դրսևորումների պատճառով։ Օրենքը պահանջում է, որ հիմնականում այդ հանձնաժողովները ղեկավարեն ընդդիմադիր падգամավորներ, ընդդիմադիր խմբակցություններից падգամավորները, որովհետև հիմնականում պետք է ուսումնասիրեն իշխանության գործունեությունը։ Բացառությամբ ասում է ռազմական բնույթի հարցերի քննարկմանը, որոնք պետք է իրականացնի ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովը։ Եվ ահա 8-րդ գումարման ազգային ժողովում օրինակ ստեղծվել է Հայաստան համայնքական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին փոխանցված միջոցների օգտագործում ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Դա ղեկավարել է Արծվիկ Մինասյանը եւ տենց էլ ըստ էության մեր հասարակությունը մինչեւ հիմա չի ստացել այն հարցի պատասխանը, թե այն $100 միլիոն գումարը, որ Հայաստան համայնքական հիմնադրամը հավաքագրել էր հենց այս 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, այսինքն սա նույնպես պետք է դառնար այս քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկաներից մեկը, թե ինչպես է մի թվով փոխանցվել պետական բյուջե եւ անհետացել այդ գումարները, եւ Հայաստան համայնքական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, այն ժամանակվա հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնիսկ ինքը տեղյակ չէր, թե ինչի վրա է ծախսվել այդ գումարները։ Նամակ էր հղել Հայաստան համայնքական հիմնադրամի գործադիր տնօրենին, ֆինանսների նախարարին, որը հիմա զբաղեցնում է Հաշվի քննիչ պալատի նախագահի պաշտոնը, եւ այդպես էլ հստակ պատասխան չեն ստացել, թե այդ $100 միլիոն ինչպես է մեկ օրում անհետացել։ Հանձնաժողովը նախաձեռնվել, որպեսզի ստեղծվի դատարաններում գործերի օրենքով սահմանված բաշխման կարգի խախտման, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը արդար դատաքննությունը խոչընդոտող փաստեր ուսումնասիրելու նպատակով նախաձեռնությունը ստեղծվել է падգամավորների կողմից, սակայն ազգային ժողովը որոշում չի ընդունել հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ, ըստ էության տապալելով այդ հանձնաժողովի ստեղծումը։ Սա վերաբերում է դատարաններում գործերի բաշխմանը, թե ասենք ոնց է լինում, որ բոլոր քաղաքական գործերը, որոնք վերաբերում են քաղաքական գործիչներին, հանկարծ հայտնվում էին, ենթադրենք դատավոր մնացի տնօրինության տակ եւ նա էլ ազատազրկման որոշում էր կայացնում քաղաքական գործիչներին, երբ որ ազգային անվտանգության ծառայությունը արգրավել էր դատական գործերի բաշխման ավտոմատացման համակարգը եւ այլն։ 7-րդ գումարման ազգային ժողովում, նախորդ գումարման ազգային ժողովում ստեղծվել էին քննիչ հանձնաժողովներ 16 թվականի ապրիլին, սա շատ կարևոր է, սրան վերջում կանդրադառնամ,
Ուրեմն տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման ծառայությունների հետ կապված հանձնաժողով պետք է ղեկավարել Անի Սամսոնյանը լուսավոր Հայաստանից հանձնաժողովի կազմը նորից չի հաստատվել։ Արարատի Արմավիրի մարզերում տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի դրա կառուցվածքային ստորաբաժանումների ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետության ուսումնասիրող հանձնաժողով ելի ոչ մի տեղեկատվություն դրա գործունեության վերաբերյալ չկար։ Ուրեմն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմինների ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով սա ղեկավարել է Սերգեյ Բագրատյանը, ժամանակին ԲՀԿ-ից падգամավոր, հետո դուրս եկել ԲՀԿ-ից դարձել էր անկախ падգամավոր, հիմա ՔՊ-ի падգամավոր է, ըստ էության տապալել է հանձնաժողովի աշխատանքները, դες չէր կարողանում արդարանալ, ասում է պետական մարմինները մեծ տեղեկություններ չեն տրամադրում եւ այլն, COVID-ի վերաբերյալ հանձնաժողով եւ այլն։ Եվ այստեղ շատ կարեւոր է, պետք է առանձնացնել, որ 7-րդ գումարման ազգային ժողովում նույն այս Անդրանիկ Քոչարյանի, որը հիմա գլխավորում է 44 օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող հանձնաժողովը, նրա գլխավորությամբ ստեղծվել էր 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ուրեմն այդ հանձնաժողովի հետ կապված կա մի շատ հետաքրքիր դիտարկումներ։ Հետաքրքիր դիտարկումներից մեկը այն է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել էր Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով։ Այսինքն սրանք ուզում էին, որպեսզի մեղավոր նախկին այդ իշխանություններին այն ժամանակվա մեղավոր համարեին այս ապրիլյան 4-օրյա պատերազմի հանգամանքների համար։ Հիշում եք, այն ժամանակ sense վարկածներ կար, որ Յուրի Խաչատուրովը գլխավոր շտաբի պետը բիլիարդ խաղալուց է եղել պատերազմի սկզբին, ինքը տեղյակ չի եղել, իրան զեկուցել են այդ պատերազմի մասին, ինքը լուրջ չի վերաբերվել, շարունակել է բիլիարդ խաղալ, որ դիզվառելիքի փոխարեն ջուր է լցված եղել այդ բաներում, բանակը չի կարողացել իր խնդիրները լուծի, որ 800 հեկտար, հասկանում եք, երկրի կեսը թշնամուն տվածները խոսում են 800 հեկտար ռազմական գործողությունների հետևանքով կորուստներ է եղել, որտեղ քաղաքական միֆեր էին առաջ բերում եւ փորձում էին այդ միֆերը քաղաքական գնահատական տալ այս 4-օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրելու համար։ Այսինքն դա ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով, հանձնաժողովի ձևավորման մասին դեռևս նախորդ տարվա ամռանը հուլիսի 26-ին էր հայտնի դարձել ՔՊ գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Այդ ժամանակվա փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկել է նաև այն հարցը, որ արտախորհրդարանական ուժերը եւս մասնակցություն ունենան հանձնաժողովի աշխատանքներին։ 2019 թվականի մայիսի 31-ին ուրեմն ժամկետը բազմիցս երկարաձգվել, այսինքն հանձնաժողովը, որը ունի ժամկետ, չէ, այսինքն իրան տված է օրենքով 6 ամսում իրանք պետք է իրանք եզրակացությունը կատարեն։ Ինչ է դրանց գործի անունը, ինչ ունեն անելու այդ ձրիակերները, որ չեն աշխատում, բայց քաղաքական պատճառներով անընդհատ հետաձգում են։ Բերում են նորից ազգային ժողով, ասում են մեզ նորից 6 ամսյա ժամկետ է պետք, նորից 6 ամսյա ժամկետ է պետք եւ այլն։ Ուրեմն ովքեր են եղել այդ հանձնաժողովի կազմում, դեռևս ապրիլյան 44-օրյա պատերազմին։ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահ, Վարդան Վարդանյանը, ԲՀԿ-ից քաղաքաշինության նախկին նախարար, Գևորգ Գյորգիսյանը, Լուսավոր Հայաստան, Արամ Խաչատրյանը, որը հիմա Լոռու մարզպետն է, Արմեն Խաչատրյանը, այդ են գայշնիկն է, Սյունիքի մարզից, Տիգրան Կարապետյանը, ՔՊ-ից է, պատերազմից հետո դուրս է եկել ՔՊ-ից, Սասուն Միքայելյանը, որը հիմա ԵԿՄ նախագահն է, Քրիստինե Պողոսյանը, սա այն պատգամավորն է, որ Նիկոլ Փաշինյանին կառավարության ծրագիրը հաստատելուց ասում էր, եթե դուք մաքուր թուղթել ներկայացնեք որպես կառավարության ծրագիր, մենք կողմ ենք քվեարկելու։ Սողոմոն Սողոմոնյանը, ԲՀԿ-ից է, ինչ-որ ձկնաբուծությամբ է զբաղվել, Ռուբեն Ստեփանյանը, Լուսավոր Հայաստանից նախկին ոստիկան, ոստիկանության գնդապետ, եւ Սիփան Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի։ Սրանք եղել են նախկին 4-օրյա պատերազմի նախորդ գումարման ազգային ժողովում հանձնաժողովի կազմում։ Եվ այս հանձնաժողովում նրանք հրավիրել են եւ ներկայացել են ու հանձնաժողովին բացատրություններ են տվել։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը,
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, այսինքն այդ ժամանակաշրջանում 16 թվականի ապրիլին երկրի Հայաստանի եւ Արցախի նախագահները, Հայաստանի վարչապետը, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները ներկայացել են այդ հանձնաժողով եւ պատասխանել են հանձնաժողովի բոլոր անդամներին հետաքրող հարցերին ժամեր են տվել։ Այդ հանձնաժողովի աշխատանքներին ներկայանալու հրավերը մերժել է միայն այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Եվ նորից եմ հիշեցնում, միֆեր Յուրի Խաչատուրովի բիլիարդ խաղալու բանի վերաբերյալ պարտության հանգամանքներ ու պարզվեց, որ դա ընդհանրապես ամեն ինչը հերքվեց։ Այդ հանձնաժողովի անդամ Գևորգ Գյորգիսյանը ինքն էր ասել, որ սուտ է այն տեղեկությունը, մենք ուսումնասիրել ենք, Խաչատուրովը բիլիարդ չի խաղացել, ինքը գտնվել է շտաբում եւ միանգամից անցել է օպերատիվ կառավարման։ 2022 թվականի ապրիլի 2-ին, ուրեմն ապրիլյան քարորիայից 5 տարի անց քննիչ հանձնաժողովի հանգամանքներն ուսումնասիրել է, բայց չի հրապարակվում։ Այսինքն, ինչա տեղի ունեցել, որ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը, չնայած մի քանի անգամ ժամկետը երկարացրել են, բայց անգամ ժամկետը երկարացնելու պայմաններում վերջնական զեկույց հանձնաժողովը չի ներկայացրել, խախտելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Այսինքն, այդ հանձնաժողովը ստեղծվում է, ոչ ստեղծվում Անդրանիկ Քոչարյանի քմահաճությունները իրացնելու համար, որն ասես նստի հանրապետության նախագահ գա իրան բացատրություններ տա կամ պաշտպանության նախարար ինքն էլ հարցեր տա։ Այդ ինքը հանրությանը պետք է հետաքրքրի, չէ՞։ Եվ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջ է, որ հանձնաժողովը պարտավոր է ներկայացնի զեկույց, այսինքն զեկույց չներկայացնելը դա օրենքի կոպտագույն խախտում է։ Հիմա Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ ես զեկույցը ներկայացրել եմ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին այդ ժամանակվա։ Բայց դեպքում հարց առաջանում, Արարատ Միրզոյանը ինչի դա չի դրել ազգային ժողովի նիստում քննարկմանը, ինչի դա չի հրապարակվել ազգային ժողովի կայքում։ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի տեսել քարորիա պատերազմի, ապրիլյան քարորիա պատերազմի ուսումնասիրությունները պարզող այդ հանգամանքները պարզող հանձնաժողովի ուսումնասիրությունը։ Ինչի դա չեն անում, մի շատ պարզ պատճառով, որովհետև ուսումնասիրություններից պարզվել է, որ մենք այդ պատերազմում հաղթել ենք, որ մեր բանակը դրսևորել է նորմալ, որ բոլոր պաշտոնյաները այդ ժամանակաշրջանում կատարել են բարեխղճորեն իրենց պարտականությունները եւ այդ մեծ հսկայածավալ ռազմական գործողություններին ոչ միայն բանակը կարողացել է դիմակայել, հակառակորդի տալ արժանի հակահարված եւ լռեցնել դրան, կանխել ռազմական գործողությունների հետագա զարգացումը, այլև նաեւ դիվանագիտորեն ամրագրվել է այդ ռազմական գործողությունների դադարեցումը եւ դրանից հետո սկսվել է նորից բանակցային, խաղաղ բանակցային գործընթաց։ Այսինքն ուսումնասիրություններից դա է պարզվել։ Եվ հիմա դրա մասին իրենք էլ ինչ խոսեն։ Եթե իրենք պարզա, չէ, որ եթե մի չնչին անգամ թերություն, անգամ մեկ պաշտոնյայի գործողություններում կարողացած լինեին նրանք բացահայտած լինել, այնպես կշտապեին այդ եզրակացությունը հրապարակել, բայց ասենք եզրակացությունը ինչի իման վրա դիրապ իրենց ստացած զեկույցների, իրենց ստացած տեղեկությունների եւ պարզվել է, որ այնտեղ ոչ մի բան տեղի չի ունեցել, որը կարար իրենց այդ հանցախմբին որևէ ձևով շահեկան լիներ։ Ուրեմն ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն իր ուսումնասիրությունները կտրամադրի հանձնաժողովին։ Դա ասել է Դավիթ Տոնոյանը 2019 թվականի հունիսի 13-ին։ Այսինքն, բացի դրանից, որ իրենք կանչել են եւ հարցաքննել են թվարկածս մարդկանց, Պաշտպանության նախարարությունը իր հերթին իր կատարած ուսումնասիրություններն է տրամադրել այդ հանձնաժողովին։ Եվ սրանք Անդրանիկ Քոչարյանը օրինակ 2020 թվականի նոյեմբերի 17-ին ասել է, որ շուտով կհրապարակվի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Հայտությունների ժամին ասաց Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ասել է ու այդպես էլ չի հրապարակվել։ Հիմա հարց առաջանում, եթե սրանք 4 օրյա պատերազմի հանգամանքները չեն կարողացել ուսումնասիրել, 44 օրյա պատերազմի հանգամանքները ոնց պիտի ուսումնասիրեն։ Առավել ևս,
որ 4-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրում է այդ պահի իշխանությունների ընդդիմադիր քաղաքական թիմը։ Այսինքն 2016 թվին ուրիշ քաղաքական ուժ ա եղել իշխանության։ Իրենք 2020 թվականի եզրակացություն պիտի տային նախորդ իշխանությունների քաղաքական գործունեության, չեն կարողացել տալ, այդ եկույցը չեն հրապարակել։ Հիմա սրանք մեզ դες պիտի հիմար գտնեն, որ կարողանան համոզել, որ իրանք պատրաստ են օբյեկտիվ քննություն իրականացնել եւ պատասխան տալ իրենց պաշտոնավարման շրջանում, իրենց մեղքով հրահրված պատերազմի հանգամանքների ուսումնասիրությանը։ Պարզա որ դա ոչ մի պարագայում հնարավոր չի իրականացնել։ Ուրեմն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրող հանձնաժողովը, ուրեմն այդ հանձնաժողովը ստեղծվել է եւ ժամկետները կրկին երկարացվել է։ Հիմա հարց առաջանում։ Այդ հանձնաժողովը որ ստեղծվել է 2021 թվականի օգոստոսի 28-ին ստեղծվել է 6 ամիս ժամանակով։ Ասենք ինչ ունեին անելու, եթե 6 ամիս դա քիչ ժամանակ չի, դա կես տարի է։ Ասենք ազգային ժողովի ընդհանուր լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Հիմա այդ 5 տարուց մի տարվա կեսը նախատեսված է մեկ հարցի ուսումնասիրության նպատակով։ Դուք էլ ասա այդ հանձնաժողովի անդամներով ուրիշ էլ ինչով եք զբաղվում, եթե ժամանակ չեք տրամադրում այդ խնդրին ուսումնասիրելու եւ եզրակացություն տալու համար։ Պարզա որ իրանց ինչի են անդադ ձգձգում քաղաքական դրդապատճառներով, այսինքն մի հատ էլ հասկանանք քաղաքականապես երբ է դա նպատակահարմար, արդյոք հիմա դրա մասին խոսելը ճիշտ է, հələ սպասենք տենանք ինչ ալնում, հիմա արդեն նոր պատերազմներ ալնում, այս պատճառներով։ Հանձնաժողովը ստեղծվել է, ուրեմն մեկնարկը մի րոպե, ես մի րոպե 21 թվականի օգոստոսի 28-ին ասում է որ մինչև ԱԺ քառորյայի մեկնարկը հնարավոր է ստեղծվի։ Հանձնաժողովը ստեղծվել է 10.02.2022 թվականին, ուրեմն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3 պահանջով։ Ուրեմն հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ հանդես են եկել բացառապես քաղաքացիական պայմանագիր խմբակցության 47 պատգամավորներ։ Ստեղծվել է 6 ամիս ժամկետով եւ սրա պետք է իր աշխատանքները ավարտեր անցյալ տարի օգոստոսի 10-ին, 2022 թվականի օգոստոսի 10-ին։ Ու մենակ ՔՊ-ն է ստեղծել, այսինքն ՔՊ-ի պատգամավորները որոշել են մատ ուսումնասիրեն, տեսնեն իրենց կառավարությունների սխալներ ա թույլ, այդպես պատկերացնում եք այդ հեքիաթին հավատակ։ Պարզ չէ սրանց իրական մտադրությունը որն է։ Մինչև հիմա այդ ՔՊ-ի առաջնորդ կոչվածը հայրենիքի գողը Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում։ Ընդամենը մեղադրում է, չէ՞, տարբեր մարդկանց այդ պատերազմի հանգամանքների համար։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահներին է մեղադրում, նախկին իշխանություններին է մեղադրում, բաց խալ բանակցություններ եք վար, բոլորը մեղավոր են բացի իրենից, ով որ նստած է իշխանության ղեկին։ Իր պաշտոնավարման շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար նոյ նահապետից սկսած բոլորը մեղավոր են բացի իրենից։ Ինքը կապ չունի այս երկրի կառավարման հետ, պարզվում է ինքը ոչ մի կապ չունի։ Եվ հիմա ՔՊ-ն հանձնաժողով է ստեղծել, որպեսզի պարզեն տենան այ մարդ, այս խեշ մարդ էս ինչ փորձանքի մեջ անգե։ Այն դեպքում եւ որ ինքը ակնհայտ այդ պատերազմի հանցագործներից է։ Այդ պատերազմը ունի երկու հիմնական հանցագործ, դա Նիկոլ Փաշինյանն է եւ Իլհամ Ալիևն է։ Այս պատերազմը սանձազերծվել է նրանց փոխադարձ պայմանավորվածությունների արդյունքում։ Հանձնաժողով պետք չի դա պարզելու համար։ Ինձ համար այս ամեն ինչը շատ տեսանելի է միայն բաց աղբյուրների տեղեկատվության վերլուծության արդյունքում։ Հիմա նայեք 2022 թվականի հոկտեմբերի 5-ին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացվել է։ Ուրեմն մինչև 5 ապրիլի 2023 թվական, այսինքն այս տարվա ապրիլին երկրորդ ժամկետը հանձնաժողովի երկարացման արդեն ավարտվել է, դարձավ 1 տարի։ 1 տարի սրանք ոչ մի բան չեն արել։ 2023 թվականի մայիսի 3-ին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը եւս երկարացվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը։ Այսինքն պատկերացնում եք ինչ սա այն դեպքն է, երբ որ պիտի դեռ անցյալ տարի օգոստոսի 10-ին հանձնաժողովը ավարտեր իր աշխատանքներ, ուսումնասիրություններ եւ ներկայացներ զեկույց։
Ուրեմն հանձնաժողովի կազմը նույն այդ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը։ Ուրեմն Անդրանիկ Քոչարյանը, այն որ ասում են նախկիններ եւ այլն, սրանից նախկին դժվար է գտնել։ Սա եղել է Պաշտպանության ներքին գործերի նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարի տեղակալ։ Երբ որ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, ես կառավարությունում էի աշխատում, դա վարչապետի օգնական էր։ Ձերի գալի նստում էր ընդդեմ, թերթերը բերում դնում էին դեմը, կարդում թողնում գնում էր։ Նա ոչ մի ֆունկցիոնալ դեր չունեցել։ Սրա մասին մամուլում տեղեկություններ կա, որ համակարգել է 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո բարեգործական ծրագրեր եւ այնտեղ տեխնիկաներ են անհետացել, այդպես վագոններով բեռներ են անհետացել եւ այլն։ Սա սրա հետ կապված գործունեությունն է։ Իսկ կոնկրետ 44 օրյա պատերազմի հետ կապված, ես կուզեմ, որ Անդրանիկ Քոչարյանը վաղ այդ հանձնաժողովի նիստում նախ ինքը այդ հանձնաժողովին եւ ողջ հանրությանը բացատրություններ տա, թե ինքը Հայաստանի ազգային ժողովի падգամավորը եւ ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը, երբ որ մեր երկրում նույն իրենց ազգային ժողովի կողմից պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել է ռազմական դրություն, ինչի է լքե Հայաստանը եւ գտնվե Արցախում։ Լուսանկար գոյություն ունի, ես կարող եմ հրապարակել այս իվենթի մեջ Անդրանիկ Քոչարյանը, Աննա Հակոբյանը եւ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում։ Ես ուզում եմ իմանալ, թե Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ Ստեփանակերտ գնացել էր, որ ինչ աներ։ Օրինակ ինքը կարա այդ հանձնաժողովի նիստին այդ մասին ասի։ Ցեք ինքը կարա ասի, թե Աննա Հակոբյանը վարչապետի կինը զինվորական համազգեստով ինչ խնդիր է կատարել պատերազմի ժամանակ Արցախում, ինչի են իրենք մուտք գործել պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը ինքը կարա հանրությանն ասի, արդյոք ինքը այն պաշտոնյաների ցանկում է, որը իրավունք ուներ մուտք գործել պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ պատերազմի ռազմական դրության ժամանակաշրջանում։ Բայց ով պիտի այդ հարցին պատասխանի։ Կարա ինքը պատասխանի, թե նույն լուսանկարի մյուս հերոս Աննա Հակոբյանը ինչ գործ ուներ պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետում պատերազմի ժամանակ եւ մասնակցի որոշումների կայացման գործընթացը։ Ու նրան այդ հրամանատարաշտաբային կետից դուրս հրավիրող Մովսես Հակոբյանին հաջորդ օրը հրավիրեն Երևան եւ թույլ չտան մասնակցել հրամանատարաշտաբային գործողություններին, երբ որ ինքն էր պատասխանատու հրամանատարաշտաբային կետ այլ անձանց մուտքը թույլատրելու կամ արգելելու հարցերով։ Ունի Անդրանիկ Քոչարյանը այդ հարցի պատասխանը, բայց երկրում ռազմական դրություն է հայտարարված։ Դու էլ ազգային ժողովի падգամավորներ եք, նա ազգային ժողովի նախագահը։ Կարող է հրատապ անհրաժեշտություններ առաջանում ճանաչել Արցախի հանրապետությունը։ Քվեարկություն էր պետք կազմակերպել ազգային ժողովում։ Կարող է անհրաժեշտություններ առաջանում հայտարարել պատերազմ Ադրբեջանին։ Ով պիտի կայացներ այդ որոշումները։ Ազգային ժողովի նախագահը եւ ազգային ժողովի падգամավորները։ Բայց որ դուք ջանդվել եք Ստեփանակերտ, այնտեղ որևէ ֆունկցիա չունենալով, բայց Երևանում ազգային ժողովում ռազմական դրության ժամանակ այդ որոշումները ով պիտի կայացնի։ Ռազմական դրության պայմաններում յուրաքանչյուր պետական մարմին, այդ թվում ազգային ժողովը ունի պլան խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու վերաբերյալ։ Եվ այդ պլանով նախատեսված գործողություններով յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում եւ ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովի նախագահները ունեն խնդիր, որը պիտի կատարեն ռազմական դրության։ Դուք եք ձեր խնդրից հրաժարվել եք, գնացել եք տուրիստ եք, հա գնացել, ասենք ընդ բանը կռիվ են խաղում, դուք եք գնացել եք էկրանների առաջ դա նայելու, այդ հարցերի պատասխանը թող նա ինքը տա։ Անդրանիկ Քոչարյանը, իդեպ ասեմ, որ այդ հանձնաժողովի այսօրվա նիստին, վաղվա կայանալիք նիստին, չմասնակցելու հայտարարությամբ հանդես են եկել ազգային ժողովի Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները, ներկայացնելով շատ հիմնավոր բացատրություններ եւ պարզաբանումներ, թե իրենք ինչի չեն մասնակցելու ըստ էության այդ թատերականացված շոուին։ Ընդդիմադիր խմբակցություններից հանձնաժողովի անդամներ են, որոնք չեն մասնակցելու վաղվա թատերականացման ներկայացմանը, Տիգրան Աբրահամյանը պատիվ ունեմից, Աննա Գրիգորյանը, Գեգամ Մանուկյանը, Գեգամ Նազարյանը Հայաստան ուրեմն խմբակցությունից։ Բայց ահա այս հանձնաժողովի անդամներ են եւ պիտի մեր հանրությանը 44 օրյա պատերազմի մասին որոշումներ կայացնեն եւ տեղեկացնեն, գիտեք ո՞վ, Վահագն Ալեքսանյանը։
Այն նույն մարդը, ով որ իր իսկ հայտարարությամբ, ես չգիտեի դրա մասին, 2 օր առաջ պարլամենտում, ասի 15-ին, մի քանի օր առաջ հայտարարեց, ասում է, որ ինքը բարձում է բանակում 2 տարի ծառայել է, այդ կազմվածքով երիտասարդը զինվորականը 1000 ներողություն իր բառն եմ ասում, առանց մայկա, առանց տրուսիկ, ասեք հայտարարակ բան, ասեք պատկերացնեք, ես գիտեի բանը, երեխեքը գյուղերում բանում ալը, որ տենց մեկ առանց տրուսիկ հանում են երեխեքը ամառա, տենց ոտաբոբիկ բան վազվազում, բայց 19 տարեկան երիտասարդը, 18 տարեկան, 20 տարեկան, ամբողջ գնդի զինվորների առաջ, այդ վիճակով, մի օր չի, 2 չի, ուսես, այդ իր զինվորական ծառայությունն է, ինքն է ասում, ամոթել ասում, մարդ ամաչում ասում, ու սա պիտի պատերազմի 44 օրյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրի։ Վիլեն Գաբրիելյանը, նավակ ճոճող, որ բանը ինքը հիմա Դավիթ Տոնոյանին ասում է իմ եղբայրն է, այդպես աջակցություն է ցուցաբերում մի մարդու, որը հիմա նստած է բանտում ըստ Նիկոլ Փաշինյանի։ Արմեն Խաչատրյան, այդ են գայշնիկն է Սյունիքի մարզից, որը Սև լճի գրավման ժամանակ մի ավտոմատ գցեց վզից բարձրացեց Սև լիճ, ես Facebook-ում գրել էի, ոչ մի պատասխան չկա, ասեմ օրինակ, այդ մարտական զենքը ինչ գործ ունի քաղաքացիական անձ հանդիսացող ազգային ժողովի падգամավորի մոտ, ասեք ով է զինե ազգային ժողովի падգամավորին, այդ ապօրինի զենք է, հետ են մտնել նկարվում են, նկար գցում ինտերնետ, ինքը Սյունիքի ժամանակվա մարզպետը Գուրգեն Մելքոնյան, այդ են հայտնի կոռուպցիոներն է, պաշտպանության նախկին փոխնախարար, պաշտպանության թիկունքի պետք, այսինքն այն մարդը, ում մեղքով այդ խեղճ անճար այդ Վահագն Ալեքսանյանը 2 տարի մնաց է առանց ներքնաշորերի բանակում։ Քրիստինե Պողոսյանը, սա նույնն է, որ այն դատարկ թուղթ քվեարկողը։ Հայկ Սարգսյան, հանրության ավելի հայտնի շիշ բռնող, սրանք պիտի հանգամանքներ ուսումնասիրեն պատերազմի ու ինչն շատ հետաքրքիր մի հատ պերսոնաժ, որը հատուկ վերցրել է Անդրանիկ Քոչարյան այդ հանձնաժողովը որպես փորձագետ, Արծրուն Հովհաննիսյան։ Մի հատ կլինի այդ Արծրուն Հովհաննիսյանը նույն այդ հանձնաժողովին, որի փորձագետն ինքն է, բացատրի թե ինքը 44 օրյա պատերազմում ինչ կարգավիճակ է ունեցել։ Արծրուն Հովհաննիսյանը եղել է 44 օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռազմագիտության, չգիտեմ ինչի, ֆակուլտետի դեկան։ Բայց նա ամբողջ 44 օրյա պատերազմի ժամանակ հաղթում ենք հեշթեգով խոսում էր պատերազմի մասին որպես ուշադրություն։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ։ Ուրեմն պաշտպանության նախարարության ներկայացուցիչ պաշտոն Պաշտպանության նախարարությունում եւ զինված ուժերում առհասարակ գոյություն չունի։ Պաշտպանության նախարարությունը այդ պահին ուներ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, մամուլի խոսնակ, պաշտպանության բանակը ուներ պատասխանատու մամուլի համար եւ կար միասնական տեղեկատվական շտաբ։ Այս ամեն ինչից բացի մեկ է պարզում է գոյություն ունի Արծրուն Հովհաննիսյան, դեկան ու ամբողջ ժամանակ ամեն օր միասնական շտաբից որպես ՊՆ ներկայացուցիչ պատերազմի մասին տեղեկությունները փոխանցել հանրությանը Արծրուն Հովհաննիսյան։ Հիմա ինքը մեկ կարասի թե իրան ով այդ իրավունքը տվել եւ ով է տվել իրեն տեղեկատվություն պատերազմի մասին ոչ հանրությանը ներկայացնելու համար։ Եվ այն էլ ինչ տեղեկատվություն, ամբողջությամբ սուտ, ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն, որը մոլորեցրել է ողջ հանրությանը, թույլատրել է հանրության զգոնությունը մինչև պատերազմի վերջին օրը, մինչև պատերազմի վերջին պահը, որովհետև դեռևս նոյեմբերի 8-ին, եթե չեմ սխալվում, Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր, որ Շուշին չի ընկնելու։ Այն դեպքում, երբ որ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան ասաց, որ Շուշի նկատմամբ հայկական ուժերի վերահսկողությունը կորցրել են նոյեմբերի 6-ին արդեն։ Եվ այդ սուտասանության հիմնական կերպարը Արծրուն Հովհաննիսյանը այդ հանձնաժողովի փորձագետն է։ Հանձնաժողովի փորձագետ եղած ժամանակ 2021 թվականի նոյեմբերին Սիսիանում տեղի ունեցող մարտական գործողությունների ժամանակ Facebook-ում գրառում արեց, ասում է ես գնում եմ, մենք գնացինք արդեն դեպի Սյունիք, Փարք, բանակի։ Ուրեմն ազգային ժողովի, մշտական հանձնաժողովի փորձագետը սիրելի հայրենակիցներ,
հանրային ծառայության մասին օրենքով եւ քաղաքացիական մասին օրենքով հանդիսանում է քաղաքացիական ծառայող։ Քաղաքացիական ծառայողը ունի պաշտոնի անձնագիր։ Ներողություն։ Պաշտոնի անձնագրում գրած է ինքը ինչ իրավունքներ ունի, ինչ պարտականություններ ունի։ Հիմա հարց. մարտական գործողություններին ազգային ժողովի, հանձնաժողովի փորձագետը ինչ կարգավիճակով է գնում մասնակցի։ Գնում անդե ում ոտերի տակ կանգնի, գնում անդե որի ինչ անի։ Սա նույնիսկ հիմա ազգային ժողովի նիստեր է եղել հանձնաժողովի, որին ներկայանում է զինվորական համազգեստով, քաղաքացիական ծառայող է, քաղաքացիական անձ։ Մեկ տենում ես Թիրքի ծաղրացուի շորերը հագնում, տեցի ինչ-որ գունավոր կլեչատնի կայսումներ, բաներ, սուր վառատիկներով, մեկ էլ զինվորական համազգեստ։ Այսինքն սրանք ամեն ինչը վերածել են ծաղրի առարկայի, եւ եթե մեկը կա, որ պետք է հաշվետվություն ու բացատրություն ներկայացնի, այդ իրենք են, բայց ոչ թե հանձնաժողովի առաջ, այլ պետք է ներկայացնեն իրավապահ մարմինների առաջ, պետք է ներկայացնեն ազգային անվտանգության ծառայության առաջ։ Ինչ են ուզում անեն այս հանձնաժողովով։ Փորձում են արդարացնել պատերազմի իրական հանցագործին, հայրենիքի գողին։ Ասում այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բանակցային գործընթացը եւ այլն։ Իսկ արդյոք կարա այդ հանձնաժողովը կամ հայրենիքի գողը բացատրություն տա մեր հանրությանը, թե 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո մայիսի 9-ից սկսած ինչի սկսեց Ստեփանակերտից հայտարարել, որ ինքը չի մասնակցելու Արցախի հարցով բանակցությունների գործընթացին, որ ինքը իրավունք չունի մասնակցելու բանակցություններին, որ բանակցություններին պետք է մասնակցեն Արցախի իշխանությունները։ Իսկ ինքը լուծել էր այդ հարցը։ Ինքը երբ որ միակողմանիորեն դուրս եկավ բանակցային գործընթացից, փաստացի հայկական կողմի նախաձեռնությամբ տապալելով Միակը Միսկի խմբի եռանախագահության ձևաչափը կարողացել էր բանակցային գործընթացի մյուս դերակատարների, այդ թվում Ադրբեջանի նախագահի, համանախագահողների հետ համաձայնեցնել, որ իր փոխարեն այսուհետ բանակցություններին մասնակցելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Չէր արել։ Բայց եթե դու միակողմանիորեն աշխարհը քո շատ սիրած միջազգային հանրությունը մեր պատկերացումներով ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրները ճանաչել են բանակցային ձևաչափ, ըստ որի բանակցության կողմերն են Հայաստանի ղեկավարը, նախկինում նախագահ հետո վարչապետ, եւ Ադրբեջանի նախագահը։ Եթե դու դուրս ես գալի այդ բանակցություններից ու քո տեղը մարդ չես մտցնում ու չես համաձայնեցնում դա կողմերի հետ բանակցային գործընթացի, բայց դու չես հասկանում, որ դու դրանով տապալում ես բանակցային գործընթացը։ Իսկ եթե գոյություն ունի կոնֆլիկտ, չլուծված խնդիր, եւ այդ կոնֆլիկտում դու բանակցություններից դուրս ես գալի, բա պարզ չի, որ դրա հետևանքը պատերազմն է լինելու։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, եւ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնում եմ, որ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ընդամենը տեղի է ունեցել ուշադրություն։ Մինչև պատերազմը 2 տարվա ընթացքում, 2.5 տարվա ընթացքում ընդամենը 1 հանդիպում, դա եղել է 2019 թվականի նոյեմբերին։ Նրանց հանդիպումները Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ստադիոնում, Բիշկեկի վերելակում, Մյունխենի անվտանգության համաժողովում, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, չգիտեմ ԱՊՀ երկրների ղեկավարների այլ հանդիպումներում, դրանք ոչ մեկը չեն համարվել պաշտոնական հանդիպումներ եւ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի ենթակա մարմնի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը 168 AM կայքի պրեսինգ հաղորդաշարին տված հարցազրույցում մանրամասն պատմել է, որ Ադրբեջանի իր գործընկերոջ, Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ինքը պարբերաբար վարչապետի հանձնարարությամբ, որովհետև վարչապետին ենթակա ԱԱՑ-ի տնօրենը չի կարող անի գործողություն առանց վարչապետի հետ համաձայնության եւ առանց նրա հանձնարարությունների։ Ուշադրություն, ամիսը առնվազն 1 անգամ, այսինքն ամիսներ ա եղել, որ ավելի հաճախակի
Դուբայում նրանք հանդիպել են Ադրբեջանի իր գործընկերոջ հետ եւ իրականացրել են պարբերաբար փակ ծրարներով նամակների փոխանակում նախատեսված պետությունների ղեկավարների համար։ Այսինքն Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին տալիս է փակ ծրար, ասում է սա փոխանցի Հայաստանի վարչապետին։ Հայաստանի վարչապետը տալիս է փակ ծրար, Վանեցյանը դա փոխանցում է նորից Դուբայում Ադրբեջանի ԱԱԾ-ին։ Ինչ է սա նշանակում։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տեղի են ունեցել ուղիղ շփումներ առանց տեղյակ պահելու ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այսինքն այս երկուսը Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը, ես որ գնահատականներ եմ տալի, սրանք հենց մի ընկալեք որպես վերացական, չգիտեմ ինչ քննադատական գնա։ Սա ռազմական հանցագործության ուղիղ դրսևորումներ են։ Ինչի են սրանք ռազմական հանցագործներ, որովհետեւ իրենք են տապալել խաղաղ բանակցային գործընթացը, իրենք են տապալել բանակցության միջազգայինորեն ընդունված ձևաչափը եւ փոխանակել են փակ ծրարներ, որոնց բովանդակությունը մինչ օրս որևէ մեկը չգիտի ու չի կարա իմանա, եթե անգամ հիմա Նիկոլ Փաշինյանը վերցնի ինչ-որ մի ծրար նամակ հրապարակի ասի, սա է եղել այդ ծրարի մեջ, դες բան չի լինելու։ Պարզա չէ ինչի մասին նկարար ընդեղ խոսք գնար, որովհետեւ դա է հանգեցրել պատերազմին։ Ինչա, հիմա դուք մտածում եք, որ կարող է Անդրանիկ Քոչարյանը այդ հարցերի պատասխանը գտնի։ Կարան իրանք ասեն։ Ես հիմա հարցեր եմ տալի, եթե այդ վաղը հայրենիքի գողը խոսալու է այդ հանձնաժողովում, դու հիմա եթե ժամանակ ունենա թող լսի ու տա այդ հարցերի պատասխանը։ Օնիկ Գասպարյանին նա զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակել 2018 թվականի հունիսի 8-ին։ Հունիսի 10-ին եւ 12-ին Օնիկ Գասպարյանը զեկույցներ ա ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անձամբ, Հայաստանի անվտանգության խորհրդին առանձին, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, հայտնելով, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում փոխվել է, թուրք-ադրբեջանական անժամկետ զորավարժություններ են հայտարարվել Ադրբեջանում, Ադրբեջանն տեղափոխվել թուրքական սպառազինություններ, այդ թվում ամերիկյան F-16 կործանիչներ եւ հնարավոր է պատերազմ եւ պետք է հայկական դիվանագիտությունը, պետությունը գործադրի բոլոր հնարավոր ջանքերը այդ պատերազմը կանխելու համար։ Նիկոլ Փաշինյանը ըստ Օնիկ Գասպարյանի, ինքը այդ մասին ինչ որ ասում եմ, Օնիկ Գասպարյանը տվել է հարցազրույց։ Հարց է տվել Օնիկ Գասպարյանին, ասել է. «Իսկ եթե հանկարծ ադրբեջանցիները հրահրեն պատերազմ, մենք ինչ կարող ենք անել այդ իրավիճակում»։ Զինված ուժերի շտաբի պետը ասել է, որ մենք կարող ենք կազմակերպել 4 օրյա դիմադրություն։ Դա գրեթե ոչ թե գրեթե, դա նույն ժամանակաշրջանն է, ինչ որ տեղի ունեցել 16 թվականի ապրիլին։ 4 օրյա պատերազմ, քառօրյա պատերազմ։ Եվ ահա, այս զեկույցը լսելուց հետո նույն թվականին 2020 թվականին հուլիսին Տաուշում տեղի է ունենում սադրանք ադրբեջանական կողմից։ Եվ որն է լինում հայկական կողմի արձագանքը, Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, եւ որ ինքը շտաբի պետից լսել է, որ Ադրբեջանի հետ պետք է բոլոր սադրանքները հարթել, գնալ դիվանագիտական լուծումների, իրավիճակը մեր օգտին չի, սա ասում է շտաբի պետը։ Անցնում են ինտենսիվ մարտական գործողությունների։ Ինտենսիվ մարտական գործողությունների հրետանի կիրառումով, անօդաչու սարքերի կիրառումով եւ այլն, եւ հայկական կողմի դիմադրությունը հնարավոր է լինում պատշաճ կազմակերպել միայն այդ ժամանակ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի բացառիկ ռազմական ունակությունների տաղանդի եւ զորքի կազմակերպման կառավարման ունակությունների շնորհիվ, որտեղ է հիմա Գրիգորի Խաչատուրովը բանտում։ Գրիգորի Խաչատուրովի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո երիտասարդ գեներալ-մայորը պատշաճ կրթություն ստացած զինվորական ընտանիքից եւ արդեն մարտական ուղի անցած առաջին աստիճանի խաչ կանշանով պարգեւած ազատվել է զինվորական ծառայությունից եւ ուղարկվել է պահեստազոր։ Ունեն իրանք այդ հարցերի պատասխանները։ Ես հիմա պատերազմի ամբողջ հանգամանքները չեմ ուզում ներկայացնել։ Միայն Շուշի կործանման համար, միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գիտեք ովքեր են մեղավոր։ 2020 թվականի նոյեմբերի 9 լույս 10-ի գիշերը, երբ որ հայտնվել էր բունկերում
նույն այս Դավիթ Տոնոյանի աշխատասենյակում, որը հիմա գտնվում է Բանտում, այն ժամանակ Հովանի էր այդ պատերազմական հանցագործին, այդ ժամանակ ասաց, որ Շուշիի կործանման, Շուշին թշնամուն հանձնելը մեղավորը Գագիկ Ծառուկյանն է, որովհետև Գագիկ Ծառուկյանը այդ ժամանակ ընդդիմադիր էր, բանտից նոր էր ազատվել, ու ինչով էր մեղավոր այդ 60-անց գործարարը, երբևէ ռազմական գործի հետ առնչություն չունեցած, որ կամավորական ջոկատ էր ստեղծել, նիվաներ էր առել եւ պատրաստում էր այդ ջոկատը ուղարկել Արցախ։ Ու Նիկոլ Փաշինյանն ասաց, քանի որ այդ ջոկատը չի հասել Արցախ, ինքը որպես իրան զինված ուժերի հրամանատար հռչակած մեկ ասում է, մենք նախատեսել էինք, այսինքն վերջ արդեն որոշված է եղել, որ հատկապես Գագիկ Ծառուկյանի ջոկատը պիտի կազմակերպեն Շուշի ինքնապաշտպանությունը։ Ես ուզում եմ հասկանալ, էլի, թե 60-ամյա այդ գործարարի ստեղծած կամավորական ջոկատը ինչի էր գտնվել այդ Հայաստանի ամբողջ զինված ուժերից ամենաարդյունավետ ու նպատակահարմար ռազմական ստորաբաժանումը Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման համար։ Դրանից անցավ։ Հետո եկավ որոշ ժամանակ անց ասաց, որ Շուշիի անկման համար մեղավոր է եղել Արթուր Վանեցյանը, որովհետև նրա ջոկատը, հայրենիք ջոկատը գտնվել է այդ ժամանակ Ղարաբաղում եւ կարար գնալ Շուշիի ինքնապաշտպանություն կազմակերպեր։ Դրանից հետո ասաց, որ Շուշիի անկման համար մեղավոր է եղել Սեյրան Օհանյանը, որովհետև Սեյրան Օհանյանին է վստահվել այդ ժամանակ կազմակերպել Շուշիի ինքնապաշտպանությունը։ Դրանից հետո ասաց, որ Շուշիի անկման համար պիտի պատասխան տա Օնիկ Գասպարյանը, ընդ որում դա ասաց 2021 թվականի փետրվարի 25-ի Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականի հայտարարությունից հետո, այսինքն քանի դեռ Օնիկ Գասպարյանը այդ հայտարարությունը չէր արել, նոյեմբերի 9-ին ինքը կապիտուլյացիա ստորագրել է, նոյեմբերի 6-ին Շուշին հանձնվել է թշնամուն, ինքը Օնիկ Գասպարյանի մեղադրում է 2021 թվականի մարտին։ Բայց նոր իմացան, որ եթե Օնիկ Գասպարյանը պիտի պատասխան տա, բայց քանի Օնիկ Գասպարյանը քեզ պատիվ էր տալի, ընդունում էր, Հովանի էր ստեղծել պնդայում, փոխարենը հաներ շպրտել փողոց այդ օրը նոյեմբերի 9-ի 10-ի գիշերը։ Այդ ժամանակ չէ, գրառում էր անում, բանակն ու կառավարությունը թեև թիկունքի են կանգնած են իրար կողք։ Բայց հենց Օնիկ Գասպարյանն ասաց, որ դու ապիկար ես եւ պետք է հրաժարական տաս, ասաց Օնիկն է մեղավոր Շուշիի անկման համար։ Իսկ հիմա Շուշիի համար Բանտում է գտնվում Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, որը որ ստանձնել է Պաշտպանության բանակի ղեկավարումը Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո։ Այն ժամանակ պատերազմի ժամանակ սրանց գեներալական կոչումները բարձրացնում էին, շքանշաններով պարգևատրում, պատերազմի ժամանակ էլ պատերազմ չի ավարտել, չեն ամփոփել, որ տնանով ինչ արել։ Բայց հետո սրանք դառնում են բոլորը հանցագործներ։ Նույն են ինչ են արտակարգ իրավիճակների նախարարը, որ հետո Սարգիս Բաքսիի գող։ Պատերազմի ժամանակ ազգային հերոս, հայրենիքի իշխանաշան, Տիրան Խաչատրյանի զինված ուժերի շտաբի պետի առաջի տեղակալ, ազգային հերոս, հայրենիքի իշխանաշան, հիմա հանել է ծառայությունից։ Գեներալ լեյտենանտ, մարտունակ գեներալ, երկարամյա փորձառության բանակում։ Ինչի է նա հիմա պահեստազորում։ Ինչի նրա ուժերը, ինչի նրա կարողությունները հիմա բանակի համար չեն կիրառում։ Որովհետև բան արել լսել է, որ Նիկոլ Փաշինյանը հիմարությունն է դուրս տվել, ասել է Իսկանդերը 10%-ով է պայթել, ծիծաղել է լրագրողի այդ հարցին, անմիջապես Տիրան Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հիմա իրանք այս հարցերի պատասխանն են քննարկելու։ Ոչ։ Իրանք ընդամենը վաղը այս թատերականացված ներկայացումը դրա համար է, որպիսի կտեսնեք վաղը, հիմա մի օր է մնացել ընդամենը, վաղը ուղիղ եթերում մենք պիտի տեսնենք այդ կրկեսը։ Ընդամենը ինչ անելու, մեղադրելու է ամբողջ բանակցային գործընթացը, այն դեպքում, երբ որ բանակցային գործընթացը արդեն բերում էր, հանգեցնում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, եւ ինքը իր անմիտ հայտարարություններով սկսում եմ զրոյական կետից, մայիսի 9-ից սկսած բանակցային գործընթացից դուրս գալով, բանակցային գործընթացը տապալելով, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը շրջանցելով, ինչից մինչև հիմա միայն դժգոհել է դեռևս նաև 2016 թվականին, 2014 թվականին, միշտ 2012 թվականին միշտ դժգոհությունը հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իլհամ Ալիևի հետ համաձայնեցվելով շրջանցել են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ԱԱՑ տնօրենների մակարդակով անցել են ուղիղ շփումների, իսկ դրանից հետո տարել են մեզ պատերազմի։ Ինքը հիմա կարա այդ
հայտարարեն, ասենք օրինակ, ինչ են հայտարարել ռազմական դրություն։ Հայաստանի սահմանադրությունն ասում է Հայաստանի տարած ռազմական ներխուժման կամ դրա սպառնալիքի դեպքում հայտարարվում է ռազմական դրություն։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին 14-ին Հայաստանի վրա եղել է ռազմական ներխուժում։ Հայկական բնակավայրերը հրետակոծվել են։ Այդ թվում Ջերմուկ քաղաքը, այդ թվում Սիսիանի, Վարդենիսի, Գորիսի գյուղերը։ Հայաստանում ինչու ռազմական դրություն չի հայտարարվել։ Բայց սեպտեմբերի 27-ին, երբ որ հարձակում եղավ միայն Արցախի վրա, Հայաստանում ինչի հայտարարվեց ռազմական դրություն։ Որովհետև գիտեին ինչի մասին է խոսքը, որովհետև գիտեին, որ պատերազմ է, գիտեին դրա ծավալ, ասեք կարային, չէ՞, առաջի օրը ռազմական հարձակումը եղել էր, մի քանի օր սպասեին դրա ծավալները հասկանային, նոր հայտարարեն ռազմական դրություն, դրա վտանգը զգային Հայաստանի սահմանների վրա։ Ոչ, որովհետև իրանք նախապես գիտեին, որ լինելու է պատերազմ։ Բա որ դու Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրանք գիտեին, որ լինելու է պատերազմ։ Բա որ դու գիտեիր, որ լինելու է պատերազմ։ Որտեղ է գտնվում պաշտպանության նախարարը սեպտեմբերի 27-ին։ Դավիթ Տոնոյանը, Բուլղարիայում, պատրոն Դավոյի ծննդյան օրը նշելուց։ Դրանից առաջ գնացել էր Մոսկվա։ Պաշտպանության նախարարի գործողումների որոշումները ստորագրում է վարչապետը։ Բայց ո՞նց է ստորագրել պաշտպանության նախարարի երկրից բացակայելու գործողման գնալու գործողումները ինչա Մոսկվայում ռազմական խաղեր, Բուլղարիայում պատրոն Դավոյի ծնունդ։ Բա ո՞նց է համաձայնվել այդպես գործողման ուղարկելու պաշտպանության նախարարին, եթե դու գիտեիր պատերազմա լինելու։ Բայց եթե պատերազմա լինելու, ինչի զորքը բացազատված չէր։ Ինչի են զինվորականները զոհվել իրենց մշտական տեղակայման վայրերում։ Բայց հարցերի պատասխանները ով պիտի տա։ Հիմա կտեսնեք ով պիտի տա։ Հիմա կտեսնեք թե վաղը ոնց է ամեն ինչը բարթելու զինվորականների գլխին։ Ես վստահ եմ, որ վաղվա հանձնաժողովի նիստից հետո վաղվանից սկսելու են զանգվածային ձերբակալություններ։ Դեռ բազմաթիվ զինվորականներ, որոնք չնայած հիմա են անցնում քրեական գործերով, նա այսպես կոչված տեղեկություններ է տալու, որոնք մենակ իրան են հայտնի։ Այս ամբողջ ժամանակաշրջանում այդ հանձնաժողովը ինչի է ձգձգե ժամկետները։ Ինչի 2022 թվականի օգոստոսի 10-ին չեն ավարտել իրենց աշխատանքը, որովհետև ստեղծագործական process է տեղ ունենում։ Նյութեր են հնարում ստեղծում։ Հիմա կտեսնեք, կմեղադրեն նախկին իշխանություններին բանակցային գործընթացի համար եւ կմեղադրեն զինվորականներին պատերազմական գործողությունների համար։ Բոլորը կլինեն մեղավոր, ինքը կլինի հերոս։ Ինքը հերոսը, ինքը հայրենիք կորցներ, զոհվածների հանգամանք ոչ։ Իրան մենք պետք է հələ գովաբանենք, փառաբանենք, որ ինքը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիա ստորագրե, որ այդ կապիտուլյացիայով մարդկանց կյանքերը փրկե։ Մենք իրան պիտի շնորհակալություն հայտնենք, որ ինքը նոյեմբերի 9-ով թշնամուն ավելի շատ տարածքները հանձնե, քան մինչև նոյեմբերի 9-ը թշնամին զավթել է ռազմական գործողությունների հետևանքով։ Որ նոյեմբերի 9-ին ինքը թշնամուն ավելի կարևոր նշանակությամբ տարածքները զիջե, քան թշնամին զավթել է ռազմական գործողություններով։ Դու հայրենիքի գող, եթե դու այսօր պիտի Ստեփանակերտը հանձնած լինես թշնամուն, իսկ այսօր Ստեփանակերտը հանձնված է։ Արդեն 5-րդ օրն է։ Նույնիսկ հումանիտար բեռներ, նույնիսկ ռուս խաղապանները չեն կարողանում հասնել Ստեփանակերտ։ Վերջ չկա այլևս Արցախը ամբողջությամբ է հանձնած։ Բայց եթե դու պիտի այսօր քո ծրագրերում կար, որ դու Արցախը հանձնես թշնամուն, պատերազմի ժամանակ ինչի չպահեցիր Խարվաճառը, ինչի չպահեցինք Լաչինը։ Եթե մենք այդ դիրքերանք անառիկ են, այսինքն հնարավոր չէ ռազմական գործողություններով դա զավթել։ Ժամանակին էլ 90-ական թվականներին էլ ադրբեջանցիները փախել են, մերոնք առանց լուրջ մարտական գործողությունների են դրանց դիրա։ Մոնտեն բարձրախոսով իր ծննդյան օրն ասում է փախեք ռադներ այդ քաշեք ստեղ թողեք գնացել են, մերոնք տիրացել են այդ բարձուկներին։ Պատերազմով դա գործնականում անհնար է եղել դա գրավելը։ Եթե մենք այդ գերիշխող դիրքեր ունենայինք, եթե Խարվաճառը Հայաստանի հետ այդ կապը լիներ, այդ բարձուկների վրա լինեին, որտեղից վերահսկվում ամբողջ Արցախի ջրային պաշարները, մեր դիրքերին այսօր հակագրոհի հնարավորությամբ հնարավոր կլիներ նորից ամեն ինչը հետ վերադարձնել։ Ինչի՞ ես այդ ամեն ինչը հանձնել թշնամուն։ Ո՞վ է քեզ դրա իրավունքը տվել։ Եթե դու բանակցելու իրավունքը չունեիր, ապա կապիտուլյացիան ստորագրելու իրավունքը քեզ ով է տվել։ Հայրենիքի գող, բայց ինքը այս հանձնաժողովը ստեղծել է, ասեցի չէ, ստեղծել են միայն ՔՊ-ի падգամավորները։ Այս հանձնաժողովը ստեղծել է միայն մի նպատակով՝ դիվանագիտությունը նախորդ իշխանությունների վրա բարթելու, իսկ պատերազմական գործողությունները զինվորականների վրա բարթելու նպատակով։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով մի բան պիտի ասեմ։ Այն ինչ որ տեղի ունենալու վաղը, մենք առիթ կունենանք նաև դրանից հետո ամփոփելու։ Դա ընդհանրապես թատերականացված ծաղր ներկայացում է։ Իդեպ ասեմ, որ
հանձնաժողովի բոլոր նիստերը եւ քառօրյա պատերազմի եւ այս հանձնաժողով եղել են գաղտնի, եղել են փակ։ Բոլոր պաշտոնյաները, ովքեր եկել են հանձնաժողովում բացատրություններ տալու, բոլոր նիստերը եղել են դռնփակ։ Սա առաջի եւ միակ դեպքն է, որտեղ հանձնաժողովի նիստը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում։ Դա ինչ հանձնաժողովի նիստ։ Դա մենախոսություն, մամուլի ասուլիս։ Արա, այսինքն եթե դու առնչվելու ես ռազմական բնույթի տեղեկությունների հետ, ո՞նց կարելի է դրանք հիմիկվանից գաղտնազերծել, դրանց մասին խոսել։ Պարզա, որ ինքը հենց հատուկ այդ նպատակով է դա իրականում, դա շոու է, դա ֆունկցիոնալ իմաստ ու նշանակություն չունի։ 44-օրյա պատերազմի հանգամանքները, այո, պետք է ուսումնասիրի, բայց այդ ուսումնասիրությունը ոչ թե պիտի անի քաղաքական մարմին հանդիսացող ազգային ժողովը, որը տապալել է քառօրյա պատերազմի ուսումնասիրությունները, դա մեզ չի ներկայացրել, ոչ թե պետք է իրականացնի ՔՊ-ի քաղաքական թիմը, այլ դա պետք է իրականացնի իշխանափոխությունից հետո անկախ իրավապահ մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը, շուտ ուշ այդ իշխանափոխությունը լինելու է եւ դրա գնահատական իրավական գնահատականը տրվելու է եւ վաղը կարող է հնչեն ուղղակի միայն տեղեկություններ, որոնք կարող է հետաքրքիր լինեն միայն ԱԱՑ-ի այն քննիչներին, ովքեր հետագայում փորձեն օբյեկտիվ քննություն իրականացնել։ Այդ գործի շրջանակներում ասեցի, որ հարուցված է քրեական գործ, հետեւաբար հանձնաժողովը այլևս անելիք չունի, քանի քրեական գործը հարուցված։ Հանձնաժողովի նպատակն է մեղադրել նախկին իշխանություններին եւ զինվորականներին, կտեսնեք, թե քանի նոր ձերբակալություններ են լինելու, այս տեսանյութը մնալու է ինտերնետում, մնալու է YouTube-ի վրա, սա ցանկացած պայքարակ երկրորդ անգամ լսել, երրորդ անգամ մի ամիս հետո, մի տարի հետո եւ կտեսնեք, թե վաղվա հանձնաժողովի նիստից հետո ինչ նոր ձերբակալություններ են լինելու։ Ու թող հանկարծ որևէ մեկը, լինի դա Օնիկ Գասպարյան, Ջալալ Հարությունյան կամ մեկ էլ մյուսը, հանկարծ չմտածեն, թե սա իրենցից որևէ մեկին խղճալու է, իրենցից որևէ մեկին խնայելու է։ Սա շատ լավ գիտի։ Վախի պահին, երբ որ ինքը արդեն ոչնչացման վտանգի առաջ է կանգնած, ասենք նոյեմբերի 9-ի 10-ը, չէ՞, ոտերը կլիզեր այնտեղ բոլոր զինվորականների, պաշտպանության նախարարության շենքում գտնվող բոլոր գեներալների ոտքերը կլիզեր եւ հավանաբար դա էլ արել է։ Իսկ հիմա բոլորը, ովքեր իրեն պատիվ էին տալի, բանտերում լցրած են։ Ու սա նորերին է տանելուն դեպ, ոչ մեկին չի խնայելու, ոչ մեկին, առավել եւս զինվորականներին, առավել եւս հիմա, երբ որ մենք բանակի կարիք ունենք, երբ որ մենք զինվորականների կարիք ունենք, երբ որ մեր բանակին բարեհոգեբանական պատրաստություն է պետք, բոլորին անելու է դավաճան, բոլորի այ ինքը որպես դավաճան մնացել է, բոլորին անելու է դավաճան, բայց մի քանի տարի պատերազմից հետո կոկորդներս ճղվելով առավոտից իրիկու որ խոսում ենք, մենք կոչերով դիմում ենք զինվորականներին, ոստիկաններին, ԱԱՑ սպաներին, ում համար ենք ասում, նախ մեր երկրի համար ենք ասում, երկրորդը նաև ձեր համար ենք ասում, հանկարծ չմտածեք, որ այսօր իր առջև ձեր վիզը ծռելով, 2 արծաթ, 2 կոպեկ ստանալով, դուք հնարավորություն եք անել ձեր կաշին փրկելու, ձեր կաշին ինքն է քիրելու, մենք ընդամենը ձեզ հնարավորություն ենք տալու վերադառնալու արժանապատիվ պետական ծառայության եւ ինքներդ ձեր ձեռքով պատասխանատվության եւ պատժի ենթարկեք այդ հանցագործին, որը կործանել է մեր պետականությունը, որը կործանել է ոչ միայն Արցախ, այլ Հայաստանը եւ հանդիսանում է մեր ժողովրդի, մեր պետության ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Վաղ հետևենք հանձնաժողովի նիստի աշխատանքներին եւ կտեսնեք, թե ինչքանով են իմ այս կանխատեսումները իրականությանը համապատասխանում թե ոչ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։